տեղական լրատվամիջոցներից մեկը Փաստ անունով հայկական ասում է, որ լուր է տարածել ազգային անվտանգության ծառայությունը վարչապետ Փաշինյանին է ներկայացրել հարցումների արդյունքները, որոնց համաձայն իշխող քաղաքական պայմանագիր կուսակցության վարկանիշը գնահատվում է 14%։ Թերթը պնդում է գազետան, որ ընդդիմադիր հիմնական ուժերը աստիճանաբար թափ են հավաքում, գալիս են հետևից պարոն Փաշինյան խաբարես, եւ Փաշինյանի կուսակցությունը կարող է կորցնել իր առաջատար դիրքը հարցումներում մի քանի շաբաթվա ընթացքում։ Այսօրվա մեր զրույցի սկզբում հաղորդմանը հետևողներից մեկը գրել էր, որ հոգեբանական ազդեցություն փաման, այդ նույն շարքից է փորձել մարդկանց բան անել, մտահոգել, թե վայ աման, իսկ ինչ բան է տեղի ունենում, 14% է հավաքել, ինչքան պիտի հավաքեր ախր պաման, այս տեսակ մանր ԱԱՑ-ն երևի հաշվետվություններ է ներկայացնում։ Գիտեք ինչի եմ հեգնում, էլի, որովհետև եթե ԱԱՑ-ն նման բաներ էլ անում է, չգիտեմ ինչ պիտի ԱԱՑ-ն անի նախ, էլի։ Պետությունը կամ այդ կուսակցությունը, քաղաքական կամ այն մյուս կուսակցությունները բավարար փողեր ունեն հետազոտություն պատվիրելու համար։ Ով է ասել, որ ԱԱՑ-ի հետազոտությունը ավելի որակյալ է։ Այն էլ Հայաստանի Հանրապետության ԱԱՑ-ի, որը լյուստրացիայի չի ենթարկվել։ Կարող է պատահի ռուսական ագենտները, որոնք դեռ աշխատում են Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում, դրանք են այդ հարցումներն անում։ Այսինքն ինչքան լուրջ կարելի է ընդունել ԱԱՑ-ի մասին, ԱԱՑ-ին վերաբերվող որևէ հայտարարություն այս համատեքստում, որ դա բան է, մաքրագործված հիմնարկ չէ, 1, երկրորդը ԱԱՑ-ի տեղեկությունները ոնց են հասնում բանին, որևէ լրատվամիջոցի։ Ինչքան լուրջ կարելի է ընդունել այս խոսքորը, կարող է 14% չէ, 10% է։ Ես վստահ եմ, որ առաջիկա 3 ամիսներին այս նույն աղբյուրը բարբերաբար հաղորդելու է լուրեր, որ ահա այս շաբաթ ԱԱՑ-ն պարզեց, որ 14%-ից իջել է 12%։ Ահա նրան հետապնդում է այսինչ քաղաքական ուժը, որը ելավ 1 ամսում 7%-ից հասել է 9%-ի։ Տեսնենք մյուս ամիսը ինչ կլինի։ Պատմեմ մոտարապես ինչ է գրվելու այս կապակցությամբ։ Երբ աղբյուրը պարզ չէ, իսկ այս դեպքում աղբյուրը պարզ չէ, էլի, ԱԱՑ-ն է ասել, ԱԱՑ-ն հետազոտել է եւ այլն եւ այլն։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։